Ժողովուրդ կլինի դուք գնացեք տներով ես կխոսամ, էլի ստեղ։ Հադե թրջում եք շիլն էլի։ Ժողովուրդ ում եթերը դրած է, գնացեք ձեր տներում նստեք, մի բաժակ չայ դրեք, ես ում եթերով կխոսամ դուք եք կլսեք։ Հե, բատենց ոնց կլինի։ Ես կատակ չեմ անում, ես տեղ կմնամ, գիտեք չեմ անի, գիտեք կատակ եմ անում, գիտեք որ կանեմ, գիտեք որ կանեմ, վստահում եք որ կանեմ, դե իմից տուգում եմ, վստահում եք թե չէ, դե որ վստահում եք գնացեք տներով, չէ դե գնացեք տներով, հեռախոսները միացրած գնացեք և նույն ձևի կշարունակեմ ելույթ ունենալ, չեմ կրճատի ելույթս, գնացեք տուն մի թրջվեք։ Էսի բարիք է, այո, էսի բարիք է, վերջապես գարու տեսանք, բա սրանց լավ բան, ջան, արա մաստարայի անձրևը ուրիշա մաստարայի անձրևը, չէ, երեխեք դուք կոնե գնացեք տուն ձեզ ասացի տուն գնացեք, հա, Էդ որ առողջության ապահովագրություն կա, դա չի շարքում, որ պետք է հիվանդանաք ժողովուրդ ջան։ Առողջության ապահովագրությունը, թոշակների ավելացումը եւ այլն եւ այդպես շարունակ, բայց չեք գնում տուն հիմա ժողովուրդ, ես չեմ հասկանում։ Ուրեմն կարճ պետք է կապեմ, որ չթրջվեք։ Ուրեմն, բայց այս ամենով հանդերձ ամենակարևոր ասելիքը հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո հաստատվել է խաղաղություն ժողովուրդ ջան, հաստատվել է խաղաղություն եւ այդ ձեզ բոլորիդ, մեզ բոլորիս այդ առիթով շնորհավորում եմ։ Եվ այս ընտրությունները շատ էական են խաղաղության առումով, որովհետեւ հիմա շատ է քննարկվում մասնավորապես հետեւյալ հարցը. Ի վերջո Հայաստանում խաղաղություն կա թե չկա, բայց ես ձեզ եկել եմ ասելու, որ խաղաղությունը այո կա, խաղաղությունը գոյություն ունի, եւ այդ խաղաղությունը մեր 9 ամսեկան է մեր խաղաղությունը, եւ ես 9 ամսեկան խաղաղությունը, որ ասում եք գնացեք չէիք հավատում, դե թրջվեք, եւ ես 9 ամսեկան խաղաղությունը համեմատում եմ 9 ամսեկան երեխայի հետ, Ժողովուրդ ջան, երբ որ երեխան 9 ամսեկան է, ինքը 9 ամսեկան է, ինքը կա, ինքը գոյություն ունի, ինքը մարդ է, ինքը անհատ է, ինքը ունի անուն, ազգանուն, հայրանուն, ինքը քաղաքացի է, եւ այն տներում, որտեղ 9 ամսեկան երեխա կա, ահա այդ տներում 9 ամսեկան երեխան այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է,